սոցմեդիայի տարբեր բովանդակությամբ նյութերին ծանոթ եմ, սա նախարարության կազմում ոլորտային կադրային փոխատեղում է պարզապես եւ որևէ այլ բան փնտրել պետք չի այստեղ։ Ես կարծում եմ, որ սա միտում ունի ավելի բարելավելու թե ծառայության մասում մեր աշխատանքների եւ թե նաեւ ոստիկանության ներհամակարգային կադրային հերթական փոփոխություններ, որևէ արտարոց բան այստեղ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է վարչապետի կողմից ներկայացված բանաներությունների օրակարգին եւ դրա մասով ներկայացված հարցադրմանը, վարչապետն արդեն իսկ մեկնաբանել է այս հարցը եւ ներկայացրել է իր դիտարկումները որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ ես ուզում եմ հետեւյալ արձանագրումն անել, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է բոլորիս համար։ Եվ եթե հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մասով կան մեր հետևորդներին անհանգստացնող տարբեր հարցեր, ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձրագույն արժեքին վերաբերող որևէ հարց չի կարող լինել տաբու եւ չլինել քննարկման ենթակա։ Հակառակը, ես կարծում եմ, որ ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձրագույն արժեքի մասով մեր քաղաքացիներին հետաքրքրող բոլոր հարցերը պիտի քննարկվեն եւ դրանք պիտի հանգուցալուծվեն ավելի բարձրացնելով վստահությունը եւ հավատը հայաստանյան առաքելական եկեղեցու նաեւ ներկայացուցիչների նկատմամբ։ Ինչ վերաբերում է բերման ենթարկելուն, հարգելի լրագրող, ես չեմ ուզում տարանջատել հոգեվոր սպասավորի եւ այլ քաղաքացու բերման հետ կապված հարցերը, որովհետեւ եթե կա բերման ենթարկելու մասին որոշում, այսինքն կա ձերբակալման հետ կապված հարց, ուզենք թե չուզենք, process-ը կազմակերպվում է ըստ ստանդարտի, այսինքն ինչ որ ենթադրվում է ձերբակալման process-ը կազմակերպվում է եւ այստեղ որևէ, այսպես ասեմ, հատուկ վերաբերմունք որևէ անձի նկատմամբ չկա,